Զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում վերջինիս համածառայակից կրտսեր սերժանտի եւ շարքային զինվորի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով, այն է անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը։ Վարույթի շրջանակում վերջիններս ձերբակալվել են եւ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ զինվորին ծեծել են եւ հասցրել ինքնասպանության։ Ըստ շրջանառվող լուրերի Նարեկը առաջին անգամ էր բարձրացել դիրքեր մարտական հերթապահության։ Արմավիրում ուսումնական ծառայությունն ավարտելուց հետո նա տեղափոխվել էր Ճամբարակի զորամաս։ Սովորում էր Հայ-ռուսական համալսարանի լրագրություն բաժնում։ Ինչպես փաստաբան Արամ Վարդևանյանն էր կանխատեսել, ԿՀ-ից Նարեկ Կարապետյանին անձեռնմխելությունից զրկելու թույլատվություն չստանալուց մոտ 4 ժամ անց դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կարապետյանի նկատմամբ քրեական օրենսգրքի միանգամից 2 հոդվածով՝ հավաքին մասնակցելուն հարկադրելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը արդեն իսկ հանցագործություն է համարվում։ Նա նշել է, որ իմաստ չկա խորանալու մեղադրանքների մանրամասների մեջ, ընդգծելով, որ ինքն ու իր թիմակիցները պատրաստ են այդ բարդություններին եւ վստահեցրել է, որ պայքարի համար ճաղերի հետևում գտնվելը ավելի մեծ պատիվ է իր համար։ Մենք պատրաստ ենք այդ բարդությունների, միշտ պատրաստ ենք եղել եւ հիմա էլ ենք պատրաստ եւ մի անգամ ասել եմ, մեկ անգամ էլ կասեմ, ավելի մեծ պատիվ է մեր պայքարի համար գտնվել ճաղերի այն կողմում, քան այս կողմում։ Հայաստանը լինելու է մի երկիր, որտեղ այլևս քաղաքական հետապնդումը քրեական գործեր չեն ծառայելու մարդկանց քաղաքական գործունեությունից հետ պահելու համար։ Այսինքն չեն բացվելու նոր քրեական գործեր, որպեսզի մարդիկ քաղաքականությամբ չզբաղվեն, այլ ուժային կառույցները աշխատելու են, որպեսզի երկրում ամեն օր չլինի սպանություն, որպեսզի երկրում լինի իրական օրինականություն եւ երկիրը վերադարձնի իր ամենաանվտանգ երկիր տիտղոսը, որ ունեցել ենք մենք տարիներ շարունակ։ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց են ունեցել։ Երկրների առաջնորդները անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։ Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանում կայուն եւ տևական խաղաղության կարեւորությունը։ Փաշինյանն ու Մերցը խոսել են նաեւ Հայաստանի եւ Գերմանիայի միջև երկկողմ համագործակցության հետեւողական զարգացման, ինչպես նաեւ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության հետագա խորացման հեռանկարների մասին, հայտնել է պաշտոնական աղբյուրը։ Ֆիլիպիններում ավարտվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը։ Այն տևել է 35 րոպե։ Դեռ հայտնի չէ, թե ինչ են քննարկել կողմերը, սակայն Ռուսաստանի արտգործնախարարը մինչ Մանիլա մեկնել է նշել էր, որ պատրաստվում է Ռուբիոյի հետ քննարկել Ուկրաինայի հետ հակամարտության վերաբերյալ հարցերը։ Իրանը հարվածել է Քուվեյթի տարածքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին, խոցվել են Ալի Աս-Սալեմ ավիաբազայի ռազմական տեխնիկայի պահեստը, ինչպես նաև MQ-9 անօդաչու թռչող սարքերի անգարը։ Եվս մեկ հարձակում է տեղի ունեցել ամերիկյան Ալադիրի բազայի ուղղաթիռների 2 անգարների, ինչպես նաև հեռահաղորդակցության աշտարակի վրա կան զոհեր եւ վիրավորներ։ اجازه دخالت در تنگه هرمز را نمی‌دهیم. ԱՄՆ-ն վերջին օրերին պետք է համոզվեր, որ Իրանը կարող է հարձակվել Մերձավոր Արևելքի ցանկացած օբյեկտի վրա, ուստի Թրամփի արկածախնդրությունը նրան կրկին խայտառակության կհանգեցնի։ Այսպես է Իրանը պատասխանել Դոնալդ Թրամփի այն սպառնալիքներին, թե եթե Իրանը հարվածի Հորմուզի նեղուցում որևէ նավի, Միացյալ Նահանգները կռմբակոծի եւ կոչնչացնի երկրի կամուրջներն ու էլեկտրակայանները, գրել է Թասնիմ գործակալությունը հողում անելով իր աղբյուրներին։ Իրանից պատասխանել են նաև, որ Թեհրանն ի պատասխան հարվածներ կհասցնի տարածաշրջանի ենթակառուցվածքներին եւ կամուրջներին, այդ թվում էներգետիկ օբյեկտներին, որոնցում ԱՄՆ-ն մասնակցության մասնաբաժին ունի։ Թուրքիայի 3 տարբեր նահանգներում միաժամանակ անտառային հրդեհներ են բռնկվել։ Անտալիայի Քեպես շրջանի անտառում կեսօրին բռնկված հրդեհը մարելու համար գործի են դրվել 5 հրշեջ ուղղաթիռ, 12 ջրցան մեքենա։ Կրակի բնակելի տարածքներին մոտենալու պատճառով տասնյակ բնակիչներ տարհանվել են։ Այդենի Քույուջակ շրջանում էլ հրշեջներին միայն տևական ժամանակ պայքարելուց հետո է հաջողվել տեղայնացնել կրակը։ Միաժամանակ Մուղլայի Ֆեթիե շրջանի անտառում եւս բռնկվել է հրդեհ։ Բնակելի տարածքների հարևանությամբ սկսված եւ ուժգին քամու պատճառով վարագորեն մեծ տարածքներ ընդգրկված կրակի դեմ հրշեջների պայքարը շարունակվում է։